Տաղավարում ինձ է միացել Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը, որն այսօր ավելի վաղ այս հարցմանը տվել էր մի գնահատական, որը շատ հետաքրքիր է, ու հենց դրանից էլ ուզում եմ սկսենք։ Տիգրան, հիբրիդային ազդեցություն ժողովրդի կարծիքի վրա, սա ձեր ձևակերպումներ, ընդ որում շարունակելով նաև նշել եք, որ կան այսպիսի սոցհարցումներ ու կան նաև իրական պատկերը, օրինակ վերջին 3 ընտրությունների արդյունքները։ Հիմա խնդրելու եմ բացել փակագծերը։ Շատ լավ, ինչի հիբրիդային, որտեղ մեր իշխանությունները սիրում են հիբրիդ բառ օգտագործել։ Ինչու հիբրիդ անցկացվել է ամերիկյան կազմակերպության կողմից, որը հարում է հանրապետական կուսակցությանը, այսինքն առնվազն օգաբարձուների մեջ, ղեկավար անձնակազմի մեջ կան հանրապետական կուսակցության, Ամերիկայի հանրապետական կուսակցության, ուրեմն հետ կապված աֆիլիացված մարդիկ եւ անում են այն ժամանակ ըստ իրենց տվյալները առեն հարցումը Վենսի այցից անմիջապես հետո։ Սա մեկ, այսինքն սա հիբրիդ է, հա, իրենց ասած։ Վենսի այցից եւ հրապարակավ աջակցությունից անմիջապես հետո։ Այս հիմա հիբրիդը մի կողմ թողեք, ինչու է հիբրիդ։ Հիմա զարմանալի բաներ են կատարվում, նոյեմբերի 16-ին, եթե չեմ սխալվում, վերջին ընտրություններն են, վերջի սոցիոլոգիաներ գետնի վրա, վաղարշաբաթի ընտրությունները, տեսեք օբյեկտիվ լինելու համար ասում եմ, ընդդիմությունը այնտեղ պարտվել է։ Բայց այնտեղ չի եղել, ընդ որում այնտեղ եղել են գյուղեր, այնտեղ եղել է քաղաք, բայց այնտեղ չի եղել, որ ընդդիմությունը հավաքել է 3% կամ 8%, Նիկոլ Փաշինյանը հավաքել է, չգիտեմ, 24, եթե էքստրապոլյացիա անենք 50-60%, ընդդիմությունը հավաքել է 32 + 6%, 38%, Նիկոլն մի փոքր ավելին։ Այսինքն էջ միացնում, տեղ, որտեղ գյուղեր կան, որտեղ քաղաք կա, որտեղ քաղաքացիական բնակչություն կա, եւ այսինքն փուչուր, այսպես սրես ռուսերեն ասած, այնտեղ այդ թվերը չկան։ Ինչ եղավ 2 ամսվա մեջ, որ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը, իսկ էջ միացնում Ռոբերտ Քոչարյանը 2 տեղ ներկա եղել որպես վարկանիշ, հա, եւ Սևակ Խաչատրյանի դաշինքում եւ նաեւ համաձայնենք Անդրանիկ Թևանյանի ձայների մեծամասնություն դա կրկին Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ձայներին, ոնց է լինում, որ 38%-անոց մարդը մենք էս ցնցումա դառնում է 3%-անոց, իսկ Նիկոլս այս վերցնում է եւ աճում է, չգիտեմ, ընդդեմ այդքան է աճում, որ Սամվել Կարապետյան, Գումարած Քոչարյան, Գումարած Ծառուկյան բազան պատկած 2, էլի չեն հասնում Նիկոլ Փաշինյանին։ Ինչու են սա այսպիսի պատկեր ուզում ցույց տալ, որն է սրա նպատակը։ Ուրեմն իշխանության եւ իշխանության քշողների, հա, այսպես ասենք, հիմնական վախը դա մեծ հաճախելությունն է ընտրությունների, այսինքն ինչքան շատ մարդ է գալու, այդքան իրենց ֆիքսված ունեցած տոկոսը նվազելու է եւ եթե բավականին շատ մարդ կգա, իրենք ուղղակի պարտվում են ընտրությունների, դրա համար ինչ պետք է անել, պետք է ուղղակի ստեղծել իրավիճակ, խաղը ծախված է, հա, սուդյան առած է, անիմաստ է գնալ ընտրությունները, մեկը Նիկոլը հաղթելու է եւ ամբողջ այս բանի իմաստը դա է, որ Նիկոլը ունի այնքան 2 անգամ ձեզանից ավելի շատ տոկոս ունի, քան բոլորդ միասին, այսինքն անիմաստը մասնակցել, այդ ամեն ինչն Ժորժ ջան, դա ֆարս է, եկեք ամուրից ճանապարհ մտածենք կամ գնանք բոլորս Նիկոլին ընտրենք, կամ մեկը Նիկոլը ընտրվել է, ընտրությունների գնալ իմաստ չկա, այսինքն հիմնական ուղղությունը նիկոլական լինելու է դա ժողովրդին հիասթափեցնել ընտրություններից, հա, եւ այնպես անել, որ սակավաթիվ քանակով մարդիկ գնան ընտրությունների։ Իշխանության ուղին հասկացանք։ Որն է ընդդիմության հետևությունը այս հարցումից եւ ընդհանրապես այս գիտակցումից հետո։ Այս թվում է ընդդիմությունը պետք է այս հարցումներին ընդհանրապես չհետևի, որովհետեւ գիտեք ոնց է, իհարկե շատ հաճախ ընդդիմությանը մեղադրում են սոցիոլոգիային չհետևելու, բայց մի բան է սոցիոլոգիա, մի բան է հայտարարություն, որը մենք այսօր ներկա ենք եղել այս ամեն ինչին, այսինքն երևի ընդդիմությունը պետք է իր սեփական սոցիոլոգիական ինչ-որ բաներ ունենա, ինստրումենտներ ունենա, որպեսզի կարողանա չափի տրամադրությունները ոնց է եւ ինչ է, բայց ամեն դեպքում էլի եմ ասում, իրական սոցիոլոգիան տեղում է ընտրությունների ժամանակ։